Հիմա առաջի գործողությունը չեկը հելավ, կապուչինո։ Ամենաառաջի գործողությունը սառը, անպայման սառը, սառնանից եղավ։ Ինչի, որովհետև նայեք, կաթը մինչև 30 աստիճան Ցելսիուսում կարաս իրանից ֆոմ հանես, փրփուր հանես։ Երբ որ կաթը սկզբում եռացրեցիր, անցավ 30 աստիճան Ցելսիուսը։ Դու էլ ֆոմ, որակով ֆոմ չես ստանա։ Պատկերացրիր։ Ահա, դրա համար սկզբում երբ որ ստարտ եք տալի կաթը պետք է հարենք, մինչև տաքանալը։ Հետո նոր կաթը տաքացնենք։ Հիմա ես ցույց կտամ էդի ոնց։ Դուս ձեռքով վերցնում եմ բաժակը, էլի խառնում եմ, ստոպ չեմ տալիս։ Հիմա ստարտը տալիս եմ մինչև վերջ պետք է կապուչինոն սկզբից սարքեմ ու կիսա չթողնեմ ես իրան, օքեյ։ Սկզբում կաթ են, կապուչինոն ինչա, կաթ ֆոմ, չէ, բայց քիչ կաթ պետք է լինի։ Հիմա երբ որ ես ջագը վերևից եմ լցնում, կաթը կաթ է գալիս։ Երբ որ ներքև եմ լցնում, ֆոմ է գալիս։ Ահա, հիմա սկզբում կաթն եմ լցնում, նայեք։ Okay, գնաց ստարտը։ Կենտրոնից, էսպրեսոյի կենտրոնից կաթը լցրեցի, թառնեցի, ստոպ, թեքում եմ բաժակվես, ֆոմ եմ լցնում 1, 2, բարձրացավ, կիսվեց։ Ջոգի, թե չէ։ Հիմա նորից ֆոմը դատարկում եմ ստեղ։ Երևից առաջ կաթն ես լցնում։ Սկզբում կաթն եմ լցնում, հետո իջնում եմ ներքև, որ ֆոմը լցնեմ։ Պղպջակներ եթե ունենում ենք, այսպես տրակացնում ենք։ Այո։ Էդի փայլում է։ Էդի պետքա փայլի։ Հա, փայլի։ Պետքա փայլի։ Հիմա լատե արտը չենք անում։ Ուղղակի մեզ պետքա լավ կապուչինո սարքենք։ Նայ, գնաց։ Կաթ, ստոպ եւ բացում ենք։ Մի հատ օրինակ սիրտ ես ուզում անես։ Այո։ Այս ամենահեշտ բանն է։ Հա,